Ողջույն։ Ազգային ժողովի ամբիոնից օրերս ողջավորված ելույթ էր ունենում Փաշինյանի հետ ուղիղ եթերում կուկուռուս կրծող Ալեն Սիմոնյանը, թե Հայաստան խմբակցության падգամավորներն ու Քոչարյանը կարող են ուղիղ եթերով դուրս գալ փողոց։ 2 ժամ անց նույն Ալեն Սիմոնյանը ուղիղ եթերում դուրս է գալիս փողոց, բազմաթիվ թիկնապահներով, ու տեղի է ունենում մարդկանց վրա թքելու գործողության հաջորդ փուլը։ Իրեն դիմաց քաղաքացիներին հայհոյում է, բայց ձերբակալվում է 3 այլ անձ։ Ալեն Սիմոնյանը 3 էլ արդեն իր ղեկավարի հետ էր մարդամեջ մտել ուղիղ եթերով, ու դարձյալ նույնը։ Ծաղկազարդի տոնին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած սադրանքը վստահ եմ տեսել եք։ Թիկնապահները մարդկանց հրում-բրդում են ճանապարհ հարթելու համար։ Երիտասարդներն էլ արձագանքում են։ Նիկոլի եկեղեցուց գնում է, թիկնազորի մի մասը մնում է ու հաշվեհարդար տեսնում։ 3 անձ ձերբակալվում է, 2-ը եղբայրներ։ Անձամբ ականատես եմ եղել Նիկոլի համար ճանապարհ հարթելու ոստիկանության ու թիկնապահների գործելավոճին, կլինի ոտքով, կլինի մեքենայով։ Նշեմ, որ դա նման է սարերից փախած որևէ վայրենու պահվածքին։ Ոստիկանությունը հայտնում է, թե ձերբակալվել է 3 անձ։ Մեջբերում եմ, խուլիգանության եւ պաշտոնատար անձի օրինական, ծառայողական եւ քաղաքական գործունեությունը միջամտելու կասկածանքով։ Մեջբերման ավարտը։ Պաշտոնատար անձ Նիկոլի եկեղեցի գնալը ծառայողական գործունեություն էր, թե քաղաքական գործունեություն։ Դա թող սկզբից բացատրեն, թե որ մի ծառայողական պարտականությունից էր բխում եկեղեցի գնալը կամ քարոզարշավ էր անում։ Եթե եկեղեցի էր գնացել, թեկուզ քարոզարշավ, մեկ է, ինչ ուզում, երբ ուզում անում է։ Բայց դա չի նշանակում, որ պետք է իր էությունը մշտապես ցուցադրի։ Այն է ատելությունը հաջորդի նկատմամբ, անհանդուրժողականությունը ցանկացած իր նկատմամբ քննադատությանը։ Բայց ոստիկանությունում, որ ազնիվ լինեին, այսպես կկազմեին այդ միտքը։ Պետք է գրեին պաշտոնատար անձի սադրանքին միջամտելու կասկածանքով ձերբակալվել արտահայտությունը, իսկ որ սադրանք էր դա Նիկոլ Փաշինյանի կողմից, ոչ մի կասկած։ Եկեղեցի մտնելիս հավատացյալներն ասում են, ամենտեղ եք պատրաստվում պղծել։ Նիկոլի տեղաշարժի համար մի ամբողջ թիմ է աշխատում, մանրակրկիտ մշակում են սցենարը Նիկոլին հանդիպողներին, ու ինչպես որ Նիկոլն ինքն է ասում, հենց շեղվում է սցենարից խնդիրներ են։ Օրինակ, եթե նախապես Սուրբ Աննա այցը պլանավորեին, ԱԱՑ-ն կգնար, աշխատանք կտաներ հոգևորականի հետ, որ պատարագի ժամանակ կաթողիկոսի անունը չտա, իր քպականներին կտաներ լցներ եկեղեցու բակը, հավատացյալ ժողովուրդն էլ այլ եկեղեցում կգնար պատարագի։ Սա առանց նման կազմակերպելու փողոց չի կարողանում դուրս գալ։ Երբ նա բարձրանում է ավտոբուս, վստահ եմ, որ պասաժիրները արդեն որոշված են։ Բուկլետ է բաժանում ավտոբուսում, բայց հետո պարզում են, որ այդ աջակիցներից մեկը ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարի վարորդն է։ Թող բեմադրի, իրեն աջակիցներ թող ցույց տա, իրենց այդքանն է մնացել, բայց գոնե թող չսադրեն սովորական մարդկանց իրենց երեսներով։ Պատկերացրեք, ամբողջ շաբաթ աշխատանքից, գործերից հոգնած, կիրակի գնում ես այգի կամ սրճարան, մի փոքր հանգստանալու, ընտանիքի, ընկերների հետ ժամանակ անցկացնելու, ու հանկարծ այդ հանգիստը կոպտորեն խաթարվում է, որովհետև հանդիպում ես մարդամեկին։ Եկեք անկեղծ լինենք։ Այսօր նրանց հայտնվելը մարդկանց մեջ շատերի կողմից ընկալվում է ոչ թե որպես ղեկավարների շփում ժողովրդի հետ, այլ որպես սադրանք քաղաքացու նկատմամբ։ Մարդիկ իրենց մաշկի վրա են զգացել սրանց բերած բոլոր արհավիրքները, փորձանքները, ու երբ հանդիպում է, այո, որոշները չեն կարողանում զսպել էմոցիաները։ Այն էլ եկեղեցում, որի դեմ պայքարում է Փաշազադեի ցուցումով, ու չգիտես, թե ում խելքով է անցնում գնալ պատարագի իրական հավատացյալների ներկայությամբ, որոնց հոգևոր արժեքները պղծել է։ Քաղաքացին դուրս է գալիս տանից, տոն է, գնում է եկեղեցի, մոմ վառի ու Աստծուց խնդրի իրեն ազատել փորձանքից, բայց մինչև մոմ վառելը այդ փորձանքը իր ոտքով մտնում է եկեղեցի։ Դուրս է եկել զբոսնելու, հայտնվեց իր ոստիկանությունում, ընդամենը նրա համար,
որ Նիկոլին է սանդիպում, որը հենց այդ փորձանքն է։ Երեկվա միջադեպը ցույց է տալիս իշխանության համար մի շատ վատ բան, որքան էլ փորձում են մարդկանց վախեցնել, մեկ է, արդեն չեն էլ վախենում ոչ շրջապատող թիկնազորի պատից, ոչ ոստիկանական բանակից։ Նրանք տեսնում են իշխանավորին ու չեն դիմանում, շպրտում են իրենց ասելիքը նրա դեմքին, որովհետև իրենց հակակրանքը շատ ավելի ուժեղ զգացում է, քան վախը։ Կար մի պահ, որ թվում էր անտարբեր են դարձել անգամ վարորդները, դադարեցրել էին սիգնալ տալը Շարասյանը հանդիպելիս։ Հիմա էլի չկա այդ վախը։ Ոստիկաններն էլ են զզվել, ասեմ ձեզ։ Ոստիկանները քրթմնջում էին, թե որ քո գրասենյակից չես կարողանում դուրս գալ, ուր ես մտնում եկեղեցի։ Պարզ չէր ինչ է լինելու։ Ախրանիկներն էլ են զզված։ Ես վստահ եմ, որ չեն ընտրելու իրեն, որովհետև նրանք սպա են ու ամեն օր Նիկոլի հետևից փողոց դուրս գալով տեսնում ու զգում են նույն ատելությունը ու հոգնածությունը։ Նրանք էլ են ուզում այս վիճակից ազատվել։ Նրանք էլ են չէ տեսնում, որ ամեն Նիկոլին մոտեցող ու լավ բան ասողը ուղիղ եթերում սարքած մեկն է։ Իրենք էլ են տեսնում, չէ, որքան արհեստական է այս ամենը բեմադրվում։ Միթե նրանք էլ չեն հոգնել ամեն օր ժողովրդի հետ բախվելուց, պարզապես մեկ անձի քմահաճույքի համար։ Վստահաբար հոգնել են։ Բայց ամբողջ հարցը սա է։ Նա գիտի իր նկատմամբ վերաբերմունքը, բայց մնում է բոլորի ինադու ու դրանով իսկ սադրում է։ Հավատացյալները դուրս են գալիս, որ Նիկոլը մտնի եկեղեցի։ Նրա հետ չեն ուզում գտնվել մի տարածքում։ Վաղը մտավ հիվանդանոց, հիվանդներն են դուրս գալու։ Խանութ մտնի, հաճախորդն է դուրս գալու։ Նույն վայրում նրա հետ նույն օդը շնչելը առնվազն տհաճ է։ Երկար մնացին, հաստատ ինչ-որ կոնֆլիկտ է լինելու։ Մեր երկրի ու ժողովրդի բոլոր շերտերը Փաշինյանին մերժում են 2020 թվականից, եկեղեցուց մինչև գիտնականներ, հասարակական գործիչներ, սփյուռք, բոլորը տոտալ մերժման հերթը ժողովրդինն է։ Կարճ ասած, Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների համար փողոց դուրս գալը գնալով ավելի ու ավելի է դժվարանում։ Ու դա միանգամայն տրամաբանական է։ Չեն կարող կործանել, քանդել, հանձնել, թալանել, հետո հանգիստ հելնեն մանգան։ Այս իշխանության եւ ժողովրդի միջև անջրպետը այլևս անվերադարձ է։ Սրանք չեն ուզում հասկանալ, որ իրենց մարդամեջ դուրս գալը սադրանք է ժողովրդի նկատմամբ։ Մարդիկ գնալով չեն կարողանալու զսպել էմոցիաները, բայց շեշտեմ, որ այդ իրավիճակից պրծում չունի ԿՊ-ն։ Ոչ հիմա, ոչ իշխանափոխությունից հետո։ Ուղղակի իշխանափոխությունից հետո տանից էլ դժվար կարողանան դուրս գալ, բակիչն էլ անգամ։ Խնդիրը մարդկանց մեջ չէ, խնդիրը հենց այս իշխանության մեջ է, որ հասավ ու հասցրեց այսօրվան։